լավ լուր հայտնելու համար եմ նորից ձեր էկրաններին հայտնվել։ Հունվարի այս 28 օրերի ընթացքում պետությունը 1-ից 2 միլիոն դրամ է հատկացրել 800 տատիկ պապիկների առողջության համար։ Այո, առողջության ապահովագրության նոր ներդրված համակարգի սա արդյունք է։ Ընդհանուր առմամբ այս 28 օրերի ընթացքում արդեն իսկ 50,000 տատիկ պապիկներ օգտվել են ընդհանուր 4.3 միլիարդ դրամի բյուջեով բժշկական ծառայություններից։ Սա շատ ոգևորիչ է, որովհետև մեր շատ ծնողներ, տատիկ պապիկներ անգամ իրենց անհանգստացնող ցավերի, խնդիրների մասին չեն բարձրաձայնում, որովհետև ես շատ եմ լսել, ասում են, բա որ մի բան պարզվի, ոնց ենք անելու, չեն ուզում իրենց աշխատող թորնիկներին, երեխաներին բեռի տակ դնել, բեռ չակերտավոր, որ իրենց վրա գումար ծախսվի։ Բայց հիմա այդ նույն թորները, երեխաները աշխատում են, հարկեր են մուծում եւ արդեն արժանապատիվ կերպով այդ գումարները պետությունն ուղղում է մեր տատիկ պապիկների եւ ոչ միայն տատիկ պապիկների առողջության ապահովագրությանը։ Առողջ եղեք եւ անպայման հետևեք ձեր առողջությանը, կանխարգելեք հիվանդությունները։ Սիրելի հայրենակիցներ, այսօր ցանկանում եմ խոսենք առողջապահության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ։ Այսօր վարչապետը մի տվյալներ էր հրապարակել, ինչը բավականին ուրախացրեց։ Խոսքը ինչի մասին է, որ հունվարի 29-ի դրությամբ, այսինքն ընդամենը 29 օր է, որ գործում է ապահովագրությունը, բայց արդեն իսկ 50,073 քաղաքացի ստացել է 4.3 միլիարդ դրամի առողջապահական ծառայություն։ Սիրելի հայրենակիցներ, սա ինչ է, եթե ոչ թոշակների բարձրացում։ Բնականաբար մեր թոշակառուների ծախսերի մեծ մասը կազմում են դեղերը եւ բժշկական ծառայությունները եւ այսպիսով ապահովագրության միջոցով այդ ամբողջ ծախսերը դուրս են գալիս եւ դառնում են անվճար։ Շատ դեպքերում գումարի բացակայության պարագայում ուղղակի մեր թոշակառուները չեն դիմում բժշկի եւ ինչը բավականին վատ հետևանքներ էր ունենում։ Իսկ ապահովագրության շնորհիվ մենք կարող են կանխարգելել հիվանդությունները եւ առողջ ավագ սերունդ ունենանք։ Սիրելի հայրենակիցներ, սա իրապես կարևորագույն ռեֆորմ է։ Առաջարկում եմ դիտել այս տեսանյութը եւ մտովի վերադառնալ 2017 թվական ազգային ժողովի ընտրությունների նախընտրական շրջան եւ վերհիշել, թե ովքեր եւ ինչեր էին խոստանում հայ ժողովրդին։ Գործարար Սամվել Կարապետյանը խոստացավ լավ նորություններ, ներդրումներ արտադրության ծառայությունների եւ այլ ոլորտներում։ Ներդրումների հագին մեծ մաս ուղղել են Լոռու մարզ։ Դրա համար մենք ունենք պատրաստած շատ նոր ծրագրեր, ինչի մասին խոսենք ձեզ հետ մարտ ամսին, 300 միլիոնը խոսենք մարտին։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Լավ բաների մասին խոսենք մարտ ամսին։ Սա հունվար ամիսն էր 2017 թվական։ Հիմա եկեք տեղափոխվենք իրենց ասած մարտ ամիս 2017 թվականի ընտրություններից մի քանի օր առաջ մարտի 25-ին։ Երբ ամիսներ առաջ հայտարարվեց 3.2 միլիարդ դոլարի զգայացավալ ներդրումներ բերելու մասին Հայաստան, կարող ենք փաստել, որ սա այդ ծրագրի մի մասն է, այս ակումբի ստեղծումը։ Որպեսզի պրակտիկ դաշտ բերենք, ֆիքսել ենք 3.2 միլիարդի ներդրումային ծրագիր իրենց աղբյուրներով, կատարողով, պրոյեկտով։ Դուք խոստացաք մեզ մարտին զարմացնել, եթե հիշում եք հարցազրույցի ժամանակ, ինչ առարկայական գործնական քայլեր ենք տեսնելու, շնորհակալություն։ Սա զարմանք չի։ Իսկ մարտին զարմացնում ենք։ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Առաջին քայլը երբ կտեսնենք, կներեք այն ստակեցում։ Այժմ են դեռնից ելանք առաջի քայլը լինելու։ Հարցս ուղղում եմ 300,000 նոր աշխատատեղ ստեղծել։ Սամվել Կարապետյանին հարցս ուղղեմ, արդեն կա որոշակի ուրվագծված ներդրումների ծավալի չափ եւ արդյոք կան հստակ ծրագրեր եւ աշխատատեղերի մասով ինչ հարց է լուծվում այս ներդրումներով, ունեք գնահատականներ։ Անպայման ունենք գնահատականներ, մենք ընտրել ենք ներդրումային ծրագրեր, հիմնականում դա էներգետիկայի ոլորտում է։ Մենք փորձելու ենք այս արագ ներդրումների հաշվին աջակցենք, որպեսզի հնարավորություն ունենա կառավարությունը իրոք վերանայի տարիֆները իօգուտ նվազեցման։ Էներգետիկայի մասին է խոսքը, էլեկտրոէներգիայի։ Իսկ ծավալները կան, կարող ենք ծավալները կան, ծավալները քիչ չեն, դրա մասին կիմանաք հաջորդ դասը։ Իսկ հաջորդ դասը այդպես էլ չեղավ,
եւ այն ներդրումները, որոնք որ միլիարդավոր խոստանում են ընտրություններից օրեր առաջ չեղան, էլեկտրաէներգիայի գնի իջեցումը չեղավ եւ այն տնտեսական փուչիկը, որ փչել էին, չաշխատեց, որովհետեւ անգամ այդ խոստումներից հետ ված էին հանրապետականների հետ միասին միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեին։ Հիմա այդ տնտեսական փուչիկը փորձում են նորից փչել 300,000 աշխատատեղ, 0% հարկ, 20% դեղերի իջեցում, թոշակների բարձրացում, գործարանների կառուցում եւ այլն, բայց ինչպես այն ժամանակ այդ փուչիկը պայթել է, այնպես էլ հիմա է այս փուչիկը պայթելու։ 2025 թվականին տնտեսական ակտիվությունը 2024 թվականի համեմատ աճել է 9.1%-ով։ Աճ ունենք տնտեսության բոլոր ոլորտներում։ Որոշ ոլորտներում երկնի, շորինակ շինարարությունում ավելի քան 20%, ծառայություններում ավելի քան 10%։ Աճել է էական չափով նաև գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը, առևտուրը, այսինքն տնտեսության մեջ չկա ոլորտ, որտեղ մենք չունենք խոշոր եւ նկատելի աճ։ Եվ այս աճը նաև ոչ միայն վիճակագրական ցուցանիշ է, այլ նաև կյանքի որակի փոփոխություն։ Հայաստանում 1 տարվա ընթացքում գրանցվել է ավելի քան 45,000 նոր աշխատատեղ, իսկ միջին աշխատավարձը դեկտեմբեր ամսին արդեն գերազանցեց 400,000 դրամը, արձանագրելով նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ 6% աճ։ 6%-ով աճել է նաև գրանցված աշխատատեղերի թիվը, ինչպես ասացի, կրկնում եմ 1 տարում գրեթե 45,000-ով։ Շնորհակալություն։ Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, մի շատ կարևոր տեղեկությունով եմ եկել ձեզ հետ կիսվելու, ինչպես բոլորս արդեն գիտենք, հունվարի 1-ից առողջապահության համապարփակ ապահովագրության համակարգը գործարկվել է եւ 65+ տարեկան թոշակառու մեր հայրենակիցներից 50,073 հոգի մարդ օգտվել է ծրագրից, որը շուրջ կազմում է 4.3 միլիարդ դրամ։ Նաև նշեմ, որ մեր հայրենակիցներից 1,500,000 հոգուց ավել մարդ ծրագրի շահառու է հանդիսանում։ Շատ ընդդիմադիր գործիչներ ասում են, բա ինչ եղավ առողջապահության համապարփակ ապահովագրության ռեֆորմը։ Ես կարծում եմ, որ մեր այն հայրենակիցները, որ արդեն իսկ օգտվել են ծրագրից, իրենց գնահատականը կտան, քանի որ 1,500,000 հոգի մեր հայրենակիցներից շահառու է հանդիսանում, նրանք նույնպես կօգտվեն եւ նրանք նույնպես իրենց գնահատականը կտան, իսկ ընդհանուր շրջանակը, շահառու մեր հայրենակիցների գնալով էլ ավելի կմեծանա, նրա հաշվին, որ գործատուից, ովքեր որ աշխատում են, կսկսեն պահանջել իրենց գրանցել այն աշխատավայրերում, որտեղ որ եթե իրենց չեն գրանցել կամ իրական աշխատավարձի չափը կպահանջեն, որ նույնպես գրանցեն, ինչի արդյունքում ռեֆորմը էլ ավելի արդյունավետ կսկսի աշխատել եւ շրջանակը մեր հայրենակիցների էլ ավելի կմեծանա։ Լավ մնացեք, մեկնաբանություններն էլ թողում եմ ձեզ, ժողովուրդ ջան։